Միացյալ Նահանգների դաշնակցական լոբինգը ինչքան այդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են։ Պարզվում է հիմա էլ հայկական լոբին է մեղավոր։ Ինչպես է պաշտոնական Երևանն արձագանքում Վաշինգտոնում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների էթնիկ զտման թեմայով քննարկմանն ու Հայաստանին ուղղված պահանջներին։ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի շարժումը շարունակելու ցանկացած փորձ Ադրբեջանից հայելային արձագանքի է արժանանալու։ Քննարկվում է, որ նույն Միացյալ Նահանգների Սենատում ձեր ասած թեմայով միջոցառում է լինելու, բայց իհարկե լռության է մատնվում այն, որ ընդամենը 10 օր առաջ կամ մի քիչ ավելի առաջ հայկական կազմակերպությունները օրակարգ են մտցրել հարց, որը ըստ էության, եթե շատ մանրամասների մեջ չմտնեմ, օրակարգ են մտցրել հարց, որը ըստ էության վերաբերվում է Ղարաբաղյան շարժման շարունակությանը։ Ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու։ Հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայելային արձագանքներ։ Ընդ որում ես ուզում եմ մեզ բոլորիս բան անել, ուշադրությունը հրավիրել, որ կարա այդ process-ը կարա խնդիրներ առաջացնի։ Փաշինյանը պատճառը հետևանքային կապ է գտել նաև Նախիջևանում Ալիևի աշխատակազմի հովանու ներքո անցկացված համաժողով փառատոնի ու Հայաստանի ընդդիմադիրների խոսույթների միջև։ Ըստ նրա, Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության միակ բանաձևը միմյանց հանգիստ թողնելն է։ Նույնիսկ իմ խոսույթի մեջ երբեմն օգտագործում եմ իներցիայով բառակապակցություններ, որոնք այդ տրամաբանությունից բացարձակապես դուրս են։ Եվ չարամիտ ընկալման դեպքում կարելի է դա ընկալել որպես երկակի խաղ, բայց այդ դեպքում ինչի ես ասեցիք, բան դեպքում ինչի ես ասեցիք։ Նկատի ունեմ դա process է։ Տարիներ առաջ Հայաստանի համար կադաստրի վկայական փնտրող Փաշինյանը հիմա նոր իրողությունների մասին է խոսում։ Խաղաղության պայմանագիրն է համարում ինքնիշխանության յուրօրինակ կադաստրի վկայականը, բայց իր նախկին հայտարարությունները չի մոռացել։ Այո, ես նաև ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եվ սա լավ կետ է։ Եթե չասեի, մենք մնալու ենք այդ թակարդի մեջ, այդ պատանդի կարգավիճակում, որովհետև չէինք հասկանալու տենց էլ իլավ ի վերջո մեզ հետ ինչ է կատարվում եւ ինչի է կատարվում։ Առաջիկայում նորից հյուրեր կունենանք Եվրոպայից։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2 ամսվա ընթացքում երկրորդ անգամ կլինի Հայաստանում։ Հայկական կողմը հույս ունի առաջ մղել տնտեսական կարևոր հարցեր, մասնավորապես հայկական գյուղարտադրանքի մուտքի պայմանների դյուրացումը եվրոպական շուկա։ Վերջերս արտաքին գործերի նախարարը Բրյուսելում մասնակցել է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին եւ հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա։ Հայաստանի համար այսօր կոշտ է դրվում ԵԱՏՄ-ում լինել-չլինելու հարցը։ Փաշինյանը հարցեր ունի կառույցի բուն գոյության ու Երևանի հետագա անդամակցության իմաստի վերաբերյալ։ Լավ է, այս կարա մի ամիս խնդիր լինի, լավ 2 ամիս կարա խնդիր լինի, լավ 3 ամիս կարա խնդիր լինի, 4 ամիս եթե այդ խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ինչ անենք։ Չկա։ Չլինի։ Թավշյա հեղափոխության օրերին տված խոստումները, կարմիր գծերը, արագաչափերը վերացնելու եւ կարմիր լույսի տակ վարչապետի Ավտոշարասյան կանգնելու մասին այսօր բախվել են նոր իրականության։ Ինչու են լուսացույցի կարմիր լույսերը կանաչում մեկ անձի համար։ Այո, կանգնում ենք, հիմա չենք կանգնում։ Պրոբլեմ կա Հայաստանում խցանումների, չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը պետքա բոլոր հնարավոր հանդիպումներից ուշանա այն պատճառով, որ խցանումների մեջ է մնում։ Ալադավթյան, Էպիկենտրոն։